Գնում է տավուշ ասում, ես տեսա պետական սահման 12 կիլոմետր։ Հիմա բայց այդ թոշակառուն տեսնում է, չէ, որ իրան տալիս են այդ թոշակը մի կերպ են հին թվերով, իսկ նախարարները 7 միլիոն պարգևավճար են ստանում։ Վահագն Խաչատրյան չգիտի էլ ով է սահմանադրությամբ երկրի ղեկավարը։ Ավելի բարձրացնելու են աստիճանը, դոզան բարձրանալու է, ինձ թվում է։ 10,000 դրամ թոշակառուներին վճարել ի վիճակի չես, մտածում ես սա տանեմ ուրիշտեղ, իրանք իզուր քոռուփոս չանեն այդ փողը։ Թալանչի չեն, աշխատավարձով են ապրում խեղճերը։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքով։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Ողջույն եւ բարի գալուստ հրապարակի YouTube-յան ալիք։ Ինչպես ամեն երկուշաբթի, այս երկուշաբթի եւս Զարայևը Ավետիս հաղորդումն է, բայց Ավետիսը գնացել է արձակուրդ եւ ինձ միացել է իմ ամենասիրելի գոլեգաներից մեկը Շաքե Ավենը։ Ողջույն Շաքե ջան։ Ողջույն։ Ես ասենց ասեմ, առաջին անգամ կանացի զրույց լինելու, ես հույս ունեմ, որ ստացվելու է։ Բացատրեմ քեզ ֆորմատը հաղորդման, մենք քննարկում ենք անցյալ շաբաթվա ամենակարևոր քաղաքական թեմաները, Ավետիսն իր տիպիկ տոնով, ասենց բու մեկնաբանում է ու մեր հետևորդները շատ սիրում են այդ ոճը, բայց ես կարծում եմ, որ մենք չենք կարող Ավետիսին քո տեսքով ներկայացնել։ Կլինի, բայց ես կփորձեմ։ Հա, կփորձես Ավետիսին adekvat։ Այսպես ասել, կանացի զրույց կլինի, դժվար է։ Մի քիչ ավելի էմոցիոնալ, մի քիչ ավելի հետաքրքիր, մի քիչ ավելի աղջիկերքով բամբասենք, ինձ թվում է հետևորդներին էլ հետաքրքիր կլինի։ Իրական այնքան շատ բան է կատարվում մեր քաղաքական դաշտում, որ sense մի քանի թեմա առանձնացնելը դժվար է լինում, բայց անցյալ շաբաթվա sense արագ թվարկեմ, դու ասա, որ նա քեզ ավելի դուր գալիս, որը քննարկենք։ Մեր ամենասիրելի բարձրագույն կրթություն ունեցող ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության հանձնաժողովի ղեկավար Հռիփսի Մեհոնյանյանը հրաժարական տվեց։ Ենթադրում ենք SMS-ա ստացել խեղճ աղջիկը։ Մեր բոլորի, չգիտեմ էլ ասեմ, սիրելի, ոչ սիրելի, վարչապետը գնաց Դավոս, ինչ որ թղթեր ստորագրեց, որ դժվար է այս պահին հասկանալ դրանք ինչ բովանդակություն ունեն։ Մեր երկրում ընդամենը ի պաշտոն է նախագահ, ոչ մի ուրիշ ֆունկցիա չունեցող նախագահ պարոն Ալիևին շատ մեծ շնորհակալություններ հայտնեց։ Նարեկ Կարապետյանը գնաց Պետրոս Ղազարյանի հյուր եւ հերթական տիրադավ գեղձ պատարակը տեղի ունեցավ Կիրակի օրը։ Քեզ որ թեման առաջին դուր գալիս ասա։ Եթե ասեմ, ինձ այդ թեմաներից ոչ մեկն էլ դուրս չի գալիս։ Բայց որ արտագաղթելու ցանկություն առաջացնում։ Ոչ մեկը դուրս չի գալիս, բայց ունենք այն ինչ ունենք։ Սկսենք ես քո հերթականությամբ։ Այսպես կարելի է top 5 անել։ Ես կավելացնեի նաև օրինակ ազգային ժողովի քննարկումը եւ հարց ու պատասխանը կարելի է ներառել եւ այդ քննարկումները ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված։ Դրանք էլ կարելի է ներառել։ Մեր երկրում ոչ մեկ ազգային ժողովի քննարկումները չի նայում։ Բայց բոլորը գիտեն, ովքեր ի պաշտոն է ուզում պարտավոր են նայել այդ քննարկումները, բոլորը գիտեն Արադ Միրզոյանի հայտարարություն, օրինակ ով չի հիշում այդ ողորմելին դուք եք, այսինքն նոր ոչ եւ ինչ որ անհեթեթ համեմատություններ, ինձ թվում է դա դուրս թողնել չի կարելի, որովհետեւ կարևոր է, դա կարևոր հայտարարություն է, այսպես ուղենշային են, մենք պետք է հասկանանք, թե որ ուղղությամբ է գնում, ինչն է հատկապես անհանգստացնում իշխանությանը, ինչի դեմ են նրանք պատրաստ, իսկ ընտրական օրենսգրքի փոփոխությունները մեզ հստակ ցույց է տալիս, թե ինչ վախեր, ինչ անհանգստություններ ունեն իշխանությունները։ Okay. Նայ, Հռիփսի Մեհոնյանի հետ կապված ես ենթադրում եմ, որ հրահանգ է ստացել խեղճ աղջիկը ու այդքան թքումուրից հետո, այդքան դիմադրելուց հետո, այդքան ասելուց, որ ինքը կարա լավ հանձնաժողովի ղեկավար լինի, ինքը ստիպված հրաժարական տալի, ոչ միայն հիմա է հրաժարական տալիս, այլև հրաժարվում է ԿՊ ապագա ցուցակում ներառվել։ Այստեղ հարց է առաջանում, լավ, այդ ԿՊ-ի մեջ ամենաբան խոցելի կերպարը Հռիփսի Մեհոնյանն էր։ Ես այսպես որ համեմատում եմ իրեն, ես տեսնում եմ, որ ինքը ամենևին էլ, ինչպես ասած, այն բրբսնյակի ծաղիկը չի։ Կարելի ասել նույնիսկ ինքը հավաքական կերպար է այսպես։ Երբ որ հերթով գանք, բոլորի հայտարարությունները ընդհանուր միջև Վահագն Խաչատրյանի հայտարարությունը Դավոսում կարող ենք համեմատել եւ տեսնել ինչով էր դա ավելի լավ, քան Հռիփսի Մեհի հայտարարությունները։ Եվ կտեսնենք, որ առանձնապես նա չէր տարբերվում բոլորից։ Բայց այս փուլում, քանի որ հանրային ուշադրությունը սեբեռվել էր Հռիփսի Մեհի վրա, որը հայտարարությունները անում եւ ճուներ բարձրագույն կրթություն եւ տարօրինակ
օրինակ էր նրա հանձնաժողովի Հետո հայտնի նախագահուհին հայտարարությունը, որ ասեց բանակում գլուխներ են պետք։ գլուխներ են դրանից հետո որ ինքը ասաց ոչ միայն զինվոր է պետք, այլ նաև հոմես մենակ Ենթադրելով, որ զինվորը անգլուխ է։ գլուխներ են պետք եւ իրականում գիտես ինքը հավաքական կերպար է եւ մենք իրեն հիշելու ենք, որովհետեւ այնտեղ կան ելի երիտասարդ падգամավորներ կան, որ բաներ են ասում, որ մտածում ես, որ նույնիսկ դիպսիմեն երևի դա չէր ասի։ Եվ այդ ամեն ինչը, ասենք Վահագը, Արթուրը Հովանեսյան, մեկը մյուսից հանճարեղ մտքեր են ասում, որ եթե դիպսիմեն ասեր, շատ ավելի ծիծաղելի կդիտվեր, նրանց արդեն կամ չեն լսում իրոք մարդիկ հիմնականում, արդեն ձանձրացել են, կամ էլ սովորական է։ Դիպսիմեն նոր դեմք էր եւ այս աղջկան հանելով ինչի հասանետ եմ ուզում հասկանում ես, ասենք, չգիտեմ, ջրեց, այդ բացասական նեգատիվը ԿՊ-ի նկատմամբ իջացրեց։ Ասել, ոչ մի բացասական բան չիջացրեցին, բայց կադրային քաղաքականության նկատմամբ այդ վատ գնահատական ուզեցին ասել, այս մեկը տեսանք լավ չէր, փոխեցինք։ Փաստորեն մյուսներին ում չեն փոխել, ականջալուր ենք լինում ժողովրդի կամքին։ Այո, անհաջող մտքեր է արտահայտում եւ փոխեցինք։ Բայց իհարկե դիպսիմի այսպես կերպարը կա ազգային ժողովում եւ ամեն օր մենք նրան տեսնում ենք, ուղղակի արդեն ոչ թե զարմանում ենք, տխրում ենք, ուղղակի ծիծաղում ենք, որտեւ իրենք շատ հաճախ ծիծաղելի բաներ են, այսպես տխրության միջից ծիծաղ է, բայց ծիծաղեցնում են մարդիկ մեզ կարողանում են։ Այնտեղ մի падգամավոր կա, մի անգամ գրել էր Հովանավանքի քահանայի համար գրել էր իսկ հետաքրքիր է նրան 2 ամիս առաջ տեղեկացրել են աշխատանքից հեռացնելուց առաջ, այսպես ես ծիծաղեցի, շատ ծիծաղեցի, կիսեցի իմ էջում հասցիս աղջիկը ինչ է ասում, բայց տեսնում եք որ դա իրականություն դարձավ եւ մի սրբազան գնաց դատարան, որպեսզի վերականգնի, այսինքն մենք պետք է հասկանանք որ մի բան են ասում, դա կարող է դառնալ իրականություն, այդ զավեշտը կարող է գալ մեր կյանք եւ մենք այդպես կարող ենք ապրել, որովհետեւ հիմա էլ է ասում, հիմա էլ այդ պայմանագրային հարաբերությունների մասին է խոսում այդ նույն падգամավորը գիտեք անունը հիմա չեմ հիշի նույն որովհետև հնարավոր չէ դա հնարավոր չէ իսկ բոլորին կասեմ դիպսիմ է որովհետև ասում է բաներ որ դիպսիմեն անգամ չէր ասի եկեղեցին վաճառելու մասին ինչ որ անհետ մտքեր է արտահայտում տեսել այդ նախագիծը որ ասում են կարող է եկեղեցին նվիրեն վաճառեն մասունքներ նվիրեն բայց տեսնում ես որ մի անգամ Զարա ջան մի անգամ տեղի ունեցավ նա ասեց 2 ամիս առաջ չեն զգուշացրել քահանային որ կարգալույծ են անելու ինչ աշխատանքային հարաբերություններ ինչ պայմանագիր ապշեցիր ասում ես այս աղջիկը չի հասկանում ինչ է խոսում բայց հետո մեկ էլ տեսանք այդ հայցը եւ հայցի բավարարման միջոցը որ վերականգնվել է սրբազանը միտեղ որտեղ ինքը չունի ոչ մի պայմանագիր որոշող են հավատքի հետ եկեղեցու հետ հավատացյալների հետ ծառայության քահանայի ծառայության հետ կարող է եւ նրա ասա պետք է նայել տեսնել ինչ են ասում որ պատկերացնենք էլ ինչ է մեզ սպասվում ինչ զավեշտի մեջ ենք լինելու հիմա դու չես ենթադրում որ Ռիպսիմեն ավելի լավ Ռիպսիմեով փոխարինվելու ենթադրում ես որ նույն որակի մի հատ ես կարծում եմ որ դիպսիմեները շատ են եւ դա հավաքական կերպար է դիպսիմեն ընդ որում ոչ միայն ազգային ժողովում եւ ինչով էր օրինակ դիպսիմեից ավելի լավ ասենք Դավոսում նախագահի հայտարարությունը երբ ասենք պայմանավորվել են լավ այս անգամ ես էլ եմ ասում շնորհակալություն դու էլ մի հատ շնորհակալություն ասա բայց միտքը որը նա ձևակերպեց ինձ թվում է մինչև հիմա Ալիևի գլխի մեջ պտտվում այն բանը մտածում ասա ինչ ասեց ասում է տեսնում եք մենք այ հիմա տեսնում ենք որ այս ամենը արվեց ոչ թե աթոռը պահելու համար այլ խաղաղության համար ու չես հասկանում դա ինչի համար նա այնտեղ ասեց ով էր այնտեղ հարցրել իրանց դուք դա անում եք աթոռը պահելու համար այսինքն այն ներքին վախը ներքին եղած այսպես անհանգստությունը ինքը գնաց Դավոսում հայտարարեց որ այնքան անհամապատասխան տեղում ու այնքան սխալ բան հենց իրենց համար իրենց տեսակետից որ դու մտածում ես որ այս մարդը խոսում է լեզուն խոսում է չհամագործակցելով գլխի հետ հասկանում ես մտածում ես ինչ ասեց այս մարդը ինքը ցույց տվեց որ այո նման էր որ պահում են աթոռին այսինքն ինքը դա ասեց ահա հիմա երևաց որ սա ոչ թե աթոռը պահելու համար էր այլ խաղաղության համար էր եւ ինչի՞ց երևաց ուղղակի այդ նախադասություն ինքը ասեց ոչ տեղին անպատեհ եւ ես վստահ եմ որ ասենք դա չի կարող դա ներքին լսարանի համար են անում ես չգիտեմ Դավոսում նստած ներքին համար են անելու դա որևէ մեկին դա այսպես փակ դռնից դուրս ասել չէր կարելի, իրենք գոնե չպետք է ասեին, ասում եմ, ընդ որում որ չերևաց, ոչ մի բանից չերևաց, որ արդեն կարելի էր դա ասել, կամ ընդհանրապես ինչի էր պետք դա ասել, շնորհակալություն հայտնելով Ալիևին։ Այսինքն, սա հենց մի բան է, որ կաներ նաև Դիպսիմեն, բայց կարող է եւ չաներ։ Հնարավոր է Դիպսիմեն ավելի տենց տղամարդ աղջիկ է, էլի ինքը ավելի սկզբունքներ ունի, բաներ նվաստացուցիչ, աթոռ պահել, աթոռ պահելու խնդիր մենք չունենք։ Ուզում եմ ասել, որ
Սա էլ հա եւ ընդ որում, ասենք երկրի նախագահին, եթե ուզում ես որ առանձնացնենք կերպարը, հələ չի եղել, դեռ ես չեմ հիշում մի դեպք, որ այս մարդը խոսի ու չասի մի բան, որը այսպես ամոթ առաջ, որ ամոթ առաջ, այսինքն օրինակ գնում ասյունիկ ասում է, մենք պետք է դարպասները բացենք, երկրի դարպասում sense վախենում ես, ասում ես, այս արտահայտությունը ինչի է ասում են, ասենք թմկաբերդի առումն ես հիշում, հեյ պարոններ, դարպասները բացում են, ինչ արտահայտություն է դա, ինչի է պետք այդ կոնտեքստում այդ բառը շեշտել։ Գնում է տավուշ ասում, ես տեսա պետական սահման 12 կիլոմետր ապշում ես, ասում ես, բա դու ո՞ր երկրի նախագահն ես, ինչ որ անսահմանափակ տարածքի նախագահ ես դու, չէ՞ որ ինչ որ մի տարածքի նախագահ ես դու, ո՞նց կարող ես այդպիսի բան կարող է ասել Ալիևը, գա ասել, հա, վերջապես Հայաստան ունեցավ մի փոքր տարածք, բայց Հայաստանի նախագահը այդպիսի բան ասի։ Հիմա ասա, Ռիփսիմեն այդպիսի բան կասեր։ Չեմ կարծում։ Ես անկեղծ գնալով Ռիփսիմեին ավելի ու ավելի եմ հավանում, հատկապես քո ներկայացնեմ։ Չէ, ես որովհետև որ նայում եմ, ասենք, մարդը անհաջող արտահայտություն արեց եւ ասեցին գնա էլի գնա համելեղի այն որ անհաջող կադրերից հրաժարվում ենք կերպարը բայց գոլոշին բաց թողեցին էլի իր միջոցով ու իր վզին ջարդվեց ու շոտ անորթարել այդ ամեն ինչը գոլոշի բաց թողեցի այդ գոլոշին շատ քիչ էր բայց Դավոսում ասենք Վահագն Խաչատուրյանը լրացրեց այդ բաց տեղը անմիջապես։ Ես հիմա գիտես այդքան որ Դավոս այդքան շատ ենք հիշատակում ու սենց մեր համար մի քիչ անհասկանալի միջոցառում էր, հա, այդ Դավոսը ինչ գնաց, ինչ ստորագրեց, ինչի էր նախագահը այնտեղ, եթե երկրի նախագահը ամենաբարձր պաշտոնյանն է համարվում, որը իրավունք ունի ստորագրելու ցանկացած փաստաթղթի տակ դուխ ես վազելով գնում, որ այդ նույն թուղթը դու ստորագրես, որ հանկարծ Վահագն Խաչատուրյանի մի թեթև արդեն դու հասկացար, չէ՞, որ Վահագն Խաչատուրյանը չգիտի էլ ով է սահմանադրությամբ երկրի ղեկավարը, այսինքն այդ մարդը իրանք պրոտոկոլ չեն պահում, որ ասենք, չգիտեմ, իրանց դեպքում ավելի շատ տպավորությունն է, որ Նիկոլն գլխավոր պաշտոնյան երկրի հետ միանշանակ համաձայնում, բայց այս Քարոզ Արշավին նմանվող միջազգային միջոցառումները, փաստաթղթերը, այդ հաղորդակցությունը ինչ որ արդյունք տալու է։ Ես չգիտեմ ինչ արդյունք է տալու, հիմա եղած արդյունքը Օրինակ խոսենք 26%-ի մասին TRIP-ի։ Արդեն ցույց է տալիս, որ անկախ նրանից ինչ արդյունք լինի, իրենք դա ներկայացնելու են որպես հաղթանակ։ Ուրեմն որ ասեցին, որ պայմանավորվեցին, դա ինչ որ կարճ ժամկետի համար չէ, որ ինչ է լինի, մենք մեզ համարենք հաղթող։ Դա, այսինքն, դա նույնպես ուղղ է, տեսնես հայտարարությունը լսում ենք, ասես մտածում ենք սա ինչա, ու դա դառնում է ուղենիշ։ Մենք հասկանում ենք, ասենք մարդը 26% հաջողություն ունի, 100-ից 26 Նրա գործընկերներից մեկը նախքին ասում է, որ սա երկրի ողորմելիության ինդեքս է 26։ Գիտես ինչ, կարելի է դրան արձագանքել, կարելի է դրան չարձագանքել եւ այլն, բայց արձագանքելիս այնպիսի հայտարարություն է անում Արադ Միրզոյանը, որը այդ ողորմելիության ցուցանիշը դարձնում է ավելի վատ ցուցանիշ, դարձնում է անգրագիտության ցուցանիշ, դարձնում է անպատասխանատվության ցուցանիշ, երբ կոմերցիոն գործարքները տարբեր տարիների Համեմատում է երկրի, ասենք, պետական տարածքային ամբողջականության հետ, հիմք հանդիսացող գործարքի հետ եւ այլն եւ ասում եմ մենք ենք որ դուք եք ողորմելի որ 5 գույք ասում տվեցիք պարտքի դիմաց ու դու ապշում ես որտեղ քո մտքով չի անցել այդպիսի համեմատություն բայց ամենակարևորը այդ նույն մտքի մեջ նա էլ է կարողանում սխալվել եւ ասել հա բզբզում եք որ ավելի վատ լինի որ կործանենք այսինքն նա չի ասում բզբզում եք որ վատ լինի նա ասում է որ ավելի վատ լինի Սա ենթագիտակցական, այսպես ինքնախոստովանությունն է։ Այսինքն վատ է։ Գոնե մի ասեք էլի որ վատ է, գոնե էս, բայց կարելի է եւ ազնիվ լինել, գիտես, կարելի է ասել մենք չարչարեցինք, բայց էս ստացվեց, սա գիտեք ավելին հնարավոր չէր։ Սա ավելի լավ խոսույթ է, սա ողորմելի խոսույթ չի միջայլոց։ Սա այն խոսույթն է, որ գիտես, եթե դու ավելի փորձառու բանակցող ես, միևնույն ավելին չէիր կարող անել։ Սա էր սահմանը։ Մենք փորձել ենք, մենք արել ենք ամեն ինչ։ Եվ հա, այո, սա ցածր տոկոս է։ Պետք է ավելի շատ ունի։ Այդ ժամանակ դու գոնե հարգանքդ Այն չեղած հարգանքն էլ ավելի չես կորցնի, էլի։ Ու երբ որ մարդը դա ասում է իրեն բնորոշ ոճով, այս ընտրություններից առաջ բոլորը ասենց ոնց որ ինչ կատաղած լինեն։ Համաձայն եմ։ Եվ շուտ են սկսել ախր։ Բայց ինչ են անելու հաջորդ ելույթներում ես ուզում։ Ավելի բարձրացնելու են աստիճանը։ Դոզան բարձրանալու է այս։ Հետաքրքիր արկած ենք մենք տեսնելու, այսինքն։ Ուղղակի գիտես ինչն է հետաքրքիր։ Մենք բոլորս հասկանում ենք, չէ՞, որ Նիկոլի ինտրոը ամենագրագետ, ամենագիրտ, ամենաշատ պաշար ունեցող մարդը չի,
որ այդ մարդիկ ավելի շատ մի տեսակ բնազդներով կամ նախկինի նկատմամբ ունեցած ատելությամբ են ընտրություն կատարում։ Հիմա դու այս հարթակների հաղթանակները այդ ընտրողին բացատրելու համար կամ պետք է շատ մանրակրկիտ աշխատանք տանես, չէ՞, ինչ որ պետք է երկար բացատրական լինի, մենք ինչ ստացանք, ինչ բան արեցինք, կամ պետք է ինչ որ մի քիչ ավելի մաչելի բաներով խոսույթով դա ներկայացնես, ոչ Արադ Միրզոյանի այդ հաթաթաները, ոչ Նիկոլ Փաշինյանի թեկուզ ազգային ժողովի ամբիոնից ելույթները, ինձ թվում է այդ լսողին տեղ չի հասնում։ Շատ լավ տեղ է հասնում, երբ որ նա ասում է, «Յա, բա դուք էլ գույք պարտքի դիմաց տվեցիք, խողովակի այն մասը, որ հայկական, այս մասը, որ մարդիկ հասկանում են, որ հայերը իրանք էլ ամեն ինչ տվեցին այն պետությանը, Ռուսաստանին, բա տվին, բա կարող է չտվին»։ Այսինքն ինձ թվում է հենց ասվում է այն բանը, որը այդ մակարդակի ուղեղը առանց վերլուծելու, առանց մտածելու, կասի հա ճիշտ է, 26 ասում, բանա 100%-ով տվեց, այսինքն էներգաբլոկը 100% քարոզարշավը ճիշտ է։ Դա նրանք խփում են արդեն միայն այն ընտրողին, որը մնացել է։ Որովհետև մտածող մարդիկ, վերլուծող մարդիկ հիմնականում արդեն ուղղակի սա անհանդուրժելի են համարում, այս վերաբերմունքը, այս պահվածքը, նույնիսկ ոչ այնքան այս ձախողումները, որովհետև դե հիմա համարենք, որ ինչ որ մի հատ այնց վիճակ է աշխարհում, այլ հենց այս պահվածքը ձախողումներից հետո շատ շատերին եւ եկեղեցու նկատմամբ ավելի արդյունացնում։ Եվ ուրեմն մնում է պահպանել այնինչ կա, իսկ ինչ կա։ Ով է մնացել։ Նա ում համար այդ աղետները Արցախը նշանակություն չունի, ոչ մի բանը նշանակություն չունի, համարը նշանակություն չունի, Թուրքիայի հետ հարաբերությունները նշանակություն։ Իր համար նշանակություն ունի այն բերկրանքը, որ ինքը ապրել է 18 թվականի մայիսին։ Դա չի ուզում կորցնի, որովհետև դա էլ որ կորցնի, բան չի մնում տակը, հասկանում ես։ Դե այն մարդիկ, ովքեր ունեն դեռ այդ զգացողությունը, որ հաղթանակ են ունեցել եւ ուզում են դա համարել ճիշտ, նրանք հիմա աշխատում են այդ մարդկանց համար, որովհետև Միրզոյանի այդ ելույթը այդ մարդկանց համար էր։ Ասենք պետական պարտքի դիմաց տրվել է գույք, շատ լավ է, կարելի է քննադատել, ինչի տվեց, ինչ եղավ եւ այլն։ Իրանք են շարունակում, երկու օր առաջ Եվտուշենկովի հետ հանդիպում ունեցել, հույս գաղտնի, ինչ որ ոնց որ էլի Մերգելյան ինստիտուտի մասին է խոսք գնում, ոնց որ այդ են այս անգամ էլ վաճառը ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Գործարք է, եւ վերջապես ինչա, դուք կարծում եք, որ այդ պետական պարտքը մեծացրել եք, դուք դա չեք փակելու որևէ կերպ։ Իհարկե։ Ոնց եք փակելու դա։ Չէ, մենք ենք փակելու, իրանք չեն փակելու, իրանք գնալու են իրենց ձեռքբերածները վայելեն, մենք մնալու ենք $1000 խոսում են ժամանակահատվածի ընթացքում, երբ պետական պարտքը բավականին ծանր պետական պարտք կային վատ վարկեր, այսպես ասած։ Այսինքն ժամկետները կարճ, տոկոսները բարձր, որոնք պետք է սպասարկել, այդ շրջանում դրանք շատ արագ ձևեր էին գտնում փակելու համար եւ պետական այդ բեռը նվազեցնելու համար։ Հիմա բայց այդ նմանատիպ վարկերի բազմաթիվ, ասենք, չգիտեմ, տասնապատիկ անգամ ավել բան են վերցրել, ծավալ են վերցրել, ու որ իրանց մեղադրում են դրա մեջ, ասում են բանա, սա մասնավորի վարկ վերցնելու պես բան է, կոմերցիոն վարկի պես բան է, ինչի է բանը։ Օրինակ ԿՊԱ-ական տնտեսագետ մի падգամավոր մեր նախկին գործընկերներից եւ ցավում եմ, որ ինքը կարող է այսպես հարմարվել այս պահին ցուցակում արժանի դառնալու համար նման բաներ խոսել։ Հենց Նարեկ Կարապետյանին հարցազրույցից հետո պատասխանելու համար ասում է պետական պարտքը որ չվերցնեինք, բա կարող այդ թոշակներն էլ հիմա չկարողանայինք տալ։ Այստեղ գաղտնիք է բացվում, որ դուք պարտք եք վերցրել, որ թոշակ տաք, այսինքն դուք վերցրել եք պետական պարտքի ամենավատ տարբերակը։ Դուք սպասարկել եք այսօրվա պրոբլեմ։ Դուք չեք վերցրել դա զարգացման համար, որ հետո էլ հեշտ լինի վերադարձնել։ Դուք թոշակն կարող վերցրել եք պարգևավճար եք տվել։ Այսինքն դու վերցնում եք թոշակ եք տալի, դե ինչ տարբերություն, պարգևավճար եք տվել։ Եվ սա ասում է տնտեսագետ падգամավորը։ Այսինքն դուք տեսնում եք, որ նորից գալիս է այն մարդուն, ով չի հասկանում, թե ինչ սարսափելի, այսինքն շատ վատ տնտեսական կառավարում է, եթե դու պետական պարտք ես ավելացնում, որովհետեւ այդ տարիներն եղավ, որ ռուս-ուկրաինական պատերազմի հաշվին մենք հսկայական աճ ենք ունեցել մուտքերի, ու այդ տարիներին իրանք թոշակ չեն կարծել։ Կլինի ուրախանակ ասի, վայ, խեղճերը բերել են, որ մեր թոշակը տան, իսկ նա ասում է, ինչի եք պետական պարտքը մեծացրել։ Այսինքն, էլ արդեն չեն անհանգստանում, որ տնտեսությունից հասկացող մի մարդու համար դա կլինի վատ բան։ Նրանք մտածում են, որ թող թոշակառուն շոյվի, որ այ
բերեցինք որ ձեզ թոշակ տանք, իսկ այս մարդն ասում է ինչ եք Հիմա բերել։ բայց այդ թոշակառուն տեսնում ա, չէ, որ իրան տալիս են այդ թոշակը մի կերպ են հին թվերով, իսկ նախարարները 7 միլիոն պարգևավճար են ստանում։ Այո։ Բա հարցեր չի առաջանում իրա մոտ։ Եվ գիտեք, դա մի քիչ ռիսկային քայլ էր նախարարների, падգամավորների այդ մեծ պարգևավճարը, որովհետև սովորաբար ընտրություններից առաջ Տենց սխալներ չեն անում։ պետական համակարգը այսպես ձգում է գոտին, ավելի շատ է աշխատում, ավելի քիչ է վարձատրվում եւ այդպիսի բաներն էլ չեն այսպես ինչի, որովհետեւ ընտրություններից առաջ ընտրողին են ավելի շատ, այսպես ասած, լավություն անում եւ շողոքորթում։ Եվ ինչու դա արվեց։ Դա արվեց, որովհետեւ պետական համակարգի այդ մարդկանց պահելու խնդիրը կար ընտրություններից առաջ, հասկանում ես։ Եվ ես մտածում եմ, որ սա գիտես ինչ, սա օրինական ընտրակաշարք է։ Ընտրությունները չեն կեղծվում միայն քվեատուփի մոտ եւ քվեատուփի մեջ եւ հաշվելիս, ոչ։ Ընտրությունները կեղծվում են ընտրություններից շատ առաջ։ Կոմպլեքս միջոցառում է, ես համաձայն եմ։ Եվ իհարկե ամենալավն են կլինի, որ դա չլինի հենց քվեատուփի մեջ, այլ լինի դրանից առաջ։ Եվ որպեսզի այդ մարդիկ մոբիլիզացնեն, որպեսզի այդ մարդիկ աշխատեն, բերեն ընտրողին դրատել տալու։ Այս ընդհանրապես առաջին կիսամյակի մասին է խոսք գնում 2025 թվականին, երկրորդ կիսամյակը պատրաստվում են հիմա տալ մի ամսվա կտրվածքով, էլի բաժանելու են։ Մի երկիր, որը ամենօրյա ռեժիմով արտաքին պարտք է ավելացնում, կարողանում է իրան թույլ տալ տարին 2 անգամ իր նախարարներին 7 միլիոն դրամ պարգևավճար տալ։ Դա իհարկե դա էլ կազդի, անկասկած կազդի։ Ինչ որ մարդիկ, օրինակ, դա կհամարեն անհեթեթ մի բան, բայց իհարկե մյուս կողմից էլ մարդը գիտեք, ես այսպես բան եմ լսել, ասում է, բա որ իրանք կոռումպացված լինեին, այդ փողի կարիքը կունենային։ Թալանչի չեն, աշխատավարձով են ապրում խեղճերը։ Բա դա ինչ վատ թալան է, որ պետական բյուջեն թալանելը թալանչի։ Չէ, դա գիտես ինչ հետաքրքիր է նա, որ այդ իրանք չեն սահմանափակվում այդ 7 միլիոն պարգևավճարով, միանշանակ անհամեմատ ավելի մեծ աշխատավարձներ ու ավելի մեծ եկամուտներ ունեն, որոնց մասին ուղղակի մարդիկ Եվ վերջապես պարգևավճար բառը, գուցե պետքա փոխել այդ բառը ընդհանրապես։ Ինչ է նշանակում Նիկոլավճար դու մի բան անես, լավ բան, հաջող ես քո ոլորտում։ Բարձր արդյունք ցույց տաս, էլի։ Ինչ որ հաշվետվության հիման վրա պետք է տրվի պարգևավճարը։ Եթե դու ձախողում ես, եթե ասենք հանցավորությունը երկրում ավելանում է, եթե ասենք 10,000 դրամ թոշակառուներին վճարել ի վիճակի չես, մտածում ես սա տանեմ ուրիշտեղ, իրանք իզուր քոռուփոս չանեն այդ փողը, այսինքն դու չես կարողանում այդ սպառողական զամբյուղը կենսաթոշակառուի համար ապահովել։ Կարելի է բազմաթիվ 1000 ու մի որ արժանիքի համար է դու ինչ ես ստանում այդքան մեծ պարգևավճար։ Ուղղակի ոչ մի տնտեսվարող, ոչ մի գործատու այդպես չի վարվում։ Չի վերցնում, ասում բոլորիդ այսօր բան, այսօր, բայց չէ որ դա պետական բյուջեն է։ Այն մարդիկ պետք է հասկանան, որ դա իրենց գումարն է։ Այն հարկեր են, որ իրենք վճարում են։ Դրանից գոյացած բյուջեն է, որը վերցնում են եւ առանց հաշվի առնելու օրենքի պահանջները, թե ինչպես է ձևավորվում այդ պարգևավճարի չափը, որ դեպքում է այդ պարգևավճարը տրվում։ Առանց ոչինչ հաշվի առնելու ուղղակի մի մարդու որոշումը։ Անընդդնում են պիլոտային ծրագիր, ով ստորագրում են։ Դե գիտեք, ես մտածում եմ, որ ընտրողը Զարա ջան համենայն դեպս պետք չի էլ այդքան վատ վերաբերվել, այդքան շատ վատ կարծիք, այդ աստիճ։ Իհարկե նա կարող է մոլորվել երեխայի պես, նա կարող է հիասթափվել սիրահարվածի պես, օրինակ, նա կարող է մարդու բոլոր տարիքների եւ բոլոր այսպես իրավիճակների մեջ կարող է լինել այդ համընդհանուր ընտրողը, բայց նա հիմար չի, որովհետեւ նա ունի փորձ եւ ունի հիշողություն։ Ինձ թվում է նաեւ տեսնում է իր կյանքի վրա ոնց է անդրադառնում այս կառավարումը։ Ես կարծում եմ, որ այդ աստիճանի պետք չի ընտրողի մասին վատ մտածել, ինչպես մտածում են ահա այս մարդիկ, ովքեր, ասենք, անում են բաներ, որ ինձ թվում է օրական իրենք իրենց վնասում են։ Հիմա նայեք, իրենց վնասում։ Տեսակետ կա, որ ինքը իր ընտրողը այն մարդն է, որին հնարավոր չի ոչ մի գործողությամբ հիասթափեցնել, հա։ Այդպիսի մարդիկ էլ կան։ Այդպես մի տեսակ աղանդի պես, հա, նվիրվածության աստիճան ունեն։ Այսինքն ինքը իր տոկոսը չի կորցնելու ու այդ այն ընտրողն է, որ ձյունը լինի, բուքը լինի, բորան լինի, ինքը գնալու ընտրության, ոչ մի բան իրան չի ստիպելու այդ օրը բաց թողնել, Նիկոլին իր ձայնը չպարգևել։ Եվ կամ իրենք տանելու են, որովհետև իշխանությունը կարողանում է դա կազմակերպել։
վրա, բայց այնքան իրանք մոտիվացված են ներքին, որ իրանք էլ են մեծ սիրով դռները ջարդելու, գնալու են ընկերենց ընտրությունը անեն։ Հիմա ես ենթադրում եմ Նիկոլը ինչ անում, ասում է նենց անենք, որ մնացածները այնքան հիասթափված ու զզված լինեն, այնքան տեղյակ չլինեն երկրում ինչ է կատարվում, ամեն անգամ նորություն լսելուց ասեն դրա ձեն նահանջատի հավես չկա, բերենք այդ բանի անտարբերության այդ զոմբիական մի հատ sense են, հա, քնի աստիճանի, թող ինքը չգնա։ Այդ դեպքում իմ 15% են հավատարիմները, այն իմ աղանդի ներկայացուցիչները կգնան, կդառնան արդեն 50%, ոչ թե 15%։ Դիտե մենակ իրենք գնան, 100% էլ կդառնան, ինչու՞ ոչ։ Չէ, դա հնարավոր է ինչ որ խավերել են գնալու։ Ես իմ մոտ տպավորությունն է, որ վերջի, չգիտեմ, գոնե մի տարին այս մարդը մի բան է անում, որ մենք մեր երկրից հիասթափվենք։ Մեր քաղաքական իրավիճակից, մեր պետությունից, մեր անվտանգությունից, բոլոր ասպեկտներով։ Եթե կարող ենք արտագաղթենք, եթե չէ, պրոստը գլուխներս անջատենք ապրենք։ Դե Զարա ջան, իհարկե մարդիկ հիասթափվում են, բայց այդ սահմանը երբ է հիասթափվում եւ երբ է հիասթափությունից հետո բարկանում, այնքան անհնար է, չէ, այո, դա այնպեսի գիծ է, որ եթե ինքը ուզում է այդ գծի վրայով խաղալ, ինձ չի թվում, ինձ ուղղակի թվում է, որ նկատելով որ նախորդ ընտրությունների նույնիսկ պատերազմից հետո ընտրությունների նկատմամբ որքան են նվազել իրենց հանրային աջակցությունը, արդեն անում են այսպես շուտապույտ հայտարարություններ, ցայտոտի մեջ ինչ որ գործողություններ, ասենք հանձնարարում է, ասում է դու մի հատ լավ ելույթ ունեցին, նա գնում է այդ ելույթը ձախողում է։ Նրան ասում է դու մի հատ այդտեղ Դավոսում լավ շնորհակալություն հայտնի, նա գնում է։ Այսինքն բոլորը այդ ոչ կոմպետենտության բարդույթի տակ են։ Ուզում են մի բան ասեն, չեն կարողանում ճիշտ բան ասեն։ Այսինքն սխալը սխալի հետևից։ Բայց ում է պետք այդ սխալները, եթե ինչ օգուտ այդ սխալներից, եթե ընդդիմությունը դրանք լավ չի օգտագործում։ Ընդդիմությունը դրանք չի կարողանում վերցնել եւ ցույց տալ մարդկանց, որ ասեց այսպիսի բան, հասկացանք այսպիսի բան, սա նշանակում է ահա թե ինչ կլինի։ Քեզ հակադարձեմ։ Ընդդիմությունը ինչ ասում, ասում է, այս ազգը առանց այդել մաքսիմալ զզված է Նիկոլ Փաշինյանի ԿՓ-ից, նրանց ասածները, արածները ուզում է կամ չտեսնի, կամ ուզում է տենց հնարավորինս քիչ տեսնի, իր կյանքում մինիմալ ազդեցություն ունենա, երբ որ մենք ամեն անգամ արձագանքում ենք Նիկոլ Փաշինյանի ասածին, արածին, այդ մարդկանց մոտ նախ տրիգերի պես արթնացնում ենք այդ տհաճությունը, նաև որը փոխանցվում է մեզ, իր ասածների համար ոնց որ դա ագրեսիա են առաջացնում մեր նկատմամբ, մյուս կողմից այդ բան տպավորությունն ենք թողնում, որ դե նա դա էլ արեցիք, ոչ ման չեք կարողան փոխեք, բայց դրա հետ մեկտեղ սաղորը այս իշխանության արածների ու չարածների մասին եք խոսում։ Կարող է իմաստ ունի ընդդիմությունը ոչ թե սրանց սխալներին անդրադառնա, այլ ինչ որ sense զուգահեռ իրականություն ձևավորի, որտեղ մարդիկ կուզենան այս անջատված, այս անտարբեր իրավիճակից տեղափոխվեն մի քիչ ավելի ռացիոնալ, ավելի զարգացող, հետաքրքիր ինչ որ ծրագիր ունեցող իրավիճակի։ Մի քիչ ավելի համերաշխ։ Այո։ Միջավայր տեղավ։ Ես չեմ բացառում։ Ասած պլավնի переходով դու ջոգեցիր, չէ՞, ես բերեցի հասցրեցի։ Հասցրեցի։ Դա ես ոչինչ, մենք ապրում ենք մի ժամանակներում, երբ ցանկացած վարկած կարող ենք քննարկել։ Ասա որ անգամ խոհանոցում նստում ենք, սուրճ ենք խմում, էլի գալիս ենք տեղ ենք հասնում։ Դա կանացի խոսակցություն։ Բայց Բայց համենայն դեպս Զարա ջան, ընդդիմությունը արդեն ժամանակն է, որ ցույց տա ընտրողին, որ այդ միջավայր գալու այսպես ասած ճանապարհ կա, հնարավորություն կա։ Պետք է ցույց տա ավելի միաբան, ավելի մեկ կողմ նայող, մեկ պահանջ ներկայացնող, թող չքննարկի իրենց ասածները։ Արդեն իրենց ասածները այնպես է, որ ասում եմ, այն ամենա արդեն ոսեպիս իրոք նույնիսկ բան չի, լավ տոն չի դրա մասին ընդհանուր խոսելը, բայց ընդդիմությունը դա ոչ թե պետք է անի արանքում էլ իրար ծեծելով, արանքում էլ իրար վարկաբեկելով։ Հիմա դու կզարմանաս, բայց ես արդեն մի անգամ միավորված ընդդիմություն տեսել եմ բոլորովին վերջերս։ Ուղղակի այդ օրը այնպիսի օր էր, որ ես չհասցրեցի դրան անդրադառնալ, իրավիճակ փոխվեց։ Դա էջմիածնում էր։ Հայտնի օրը, երբ գնացել էին։ Պասիվիա դիսկլեյմեր տամ, մեր հետևորդների համար հատուկ ուզում եմ ասել, որ Շաքեն այդ օրը էջմիածնի այդ բուրըն բախումների օրը տեղում էր, ուղիղ եթեր էր վարում, ունենց հուզիչ ուղիղ եթեր էր, որ ես sense նստած այս կողմից լաց էի լինում իր մեկնաբանությունները լսելով։ Որովհետև այո, դա հենց լաց լինելու տեղն էր, լաց լինելու օրն էր, բայց երբ կանգնած էի ուղիղ մեջտեղում, այսինքն դռան մոտ, մի կողմում, մի թևում, աջ թևում
մարդիկ էին, ովքեր եկել էին եկեղեցին պաշտպանել եւ ձախ թևում այդ ձախողված արշավողներն էին, ովքեր եկել էին ինչ որ բան Տիրադավների Մենք չհասկացանք ինչ էին ուզում անել, որտեվ իրենց չհաջողվեց ինչ որ բան անել, որ մենք հասկանանք, բայց եկել էին։ Եվ այս կողմում ես տեսնում եմ ինդիմության գրեթե բոլոր թևերից ես մարդկանց տեսա։ Ամենափոքր ընդդիմադիր ուժից մինչև հիմնական ընդդիմադիր ուժերը մեծ խաղացողները այնտեղ էին։ Ընդ որում իրանք ինքնակազմակերպվել էին, էլի, եւ հապարայրապետը չէր դիմել իրանց որ գային։ Իրենք չէին պայմանավորվել։ Այո։ Իրենք գնացել էին նույն տեղը։ Դա ինչ է նշանակում։ Եթե կա հարց, որի շուրջ դուք կարող եք լինել բարիկադի մի կողմում, ուրեմն միավորվելը անհնար չէ։ Որովհետև հստակ կար այսպես Այդ էլ ոստիկանության շնորհքներ էլի ոստիկանությունը հենց ի սկզբանե բաժանել էր որ իրար չմախվեն որ հեշտ լինի եւ հետո վերջապես իրանց էլ էր պետք հասկանալ ով է որովհետեւ երբ որ նրանց հաջողվեց մոտենալ դռանը ուրեմն պետք էր հասկանալ ում է պետք որ հաջողվի ես կշարունակեմ մտածել որ ոստիկանությունը կարող էր թույլ տալ որ այդ մարդիկ չհասնեն դռանը բայց դա լավ էր գիտեք Մեկ-մեկ ասում են դուք ով եք որ պաշտպանեք եկեղեցուն ախր եկեղեցին Քրիստոսի տունն է դուք պետք է նրան պաշտպանեք եւ այդտեղ ես դա հասկացա որ մենք պաշտպանում ենք մենք թույլ չենք տալիս եւ հա եկան հասան դուռը ծեծեցին դուռը բացվեց ինչ եղավ դա պետք է տեսնել չէ ուրեմն պետք է որ նրանք հասնեին մինչեւ դուռը հասկանում ես եւ մտածում ես որ այո դու արա քեզնից հասանելիքը բայց մի կորցրու հավատդ որ այնինչի վերուստ ճիշտ է Դու չես այդ ճիշտը փրկելու, ճիշտը հենց ինքնափրկվող է, փրկվելու է։ Հիմա, գիտես, մեր թեմաները ավելի շատ էին, քան մենք այսօր հասցնում ենք խոսել, մեր թեմաները, գիտես, կարելի է ուղղակի մի օր թերթել Facebook-ը, նայել մարդկանց ասածներին, գրածներին ու դրա մասին խոսել անverջ։ Ընդ որում կարելի է խոսել այդ նույն բանի մասին շատ խորը, լուրջ, բարդ վերլուծությամբ, կարելի է զավեշտի ենթարկել, զավեշտը արդեն դարձել է մեր քաղաքական իրականության մասը։ ու մտածում ես ասում ես ինչպես կարող էր ու մտկով կանցներ որ մենք հայտնվելու ենք ահա այս վիճակում ուզում եմ դրա վրա մի բան պատմել եթե դեմ չես տարիներ առաջ երբ նոր էր կառուցվում հյուսիսային պողոտան այդ սրճարանները օպերայի շուրջը նոր էին ես էլ այսպես ակտիվ լրագրող էի գնում էի ամեն երկուշաբթի օրերն էր քաղաքապետարանում նիստեր գնում էի այնտեղ միկրոֆոնը բաց ասում էի այս սրճարանը ինչի կառուցվեց ճարտարապետն ասում է դա վատ է օպերայի շուրջը եւ այլն Այդ օրերին մի անգամ փողոցում ես հանդիպեցի Վահագն Խաչատրյանին, ժամանակ Խաչատուրյան չէր, Խաչատրյան էր, նախկին քաղաքապետ, որ արդեն ընդդիմադիր էր իբրև, որը հիմա երկրի նախագահ աշխատում է։ Ու հիմա կհասնենք դրան, նա նախկին քաղաքապետ էր, նախկին իշխանությունից էր, բայց տես մի առանձնապես ընդդիմադիր էլ չէր, որովհետև հիշում եմ, որ հենց այդ օր ես իրան համոզում էի ինտերվյու տալ, հարցազրույց տալ, խոսնենք այս Ասես չեմ ուզում, ասում եմ, բաս ես տեսնում եք, իսկան ձեր ժամանակ մի հատ որ կաֆենակ, ասեց մի հատ ընդեղ ենք կաֆեի տեղ տվել, մի հատ ինչ-որ բայց այդ ինստականներն էլ են ժամանակ Այո, մեկ էլ ասեց, մեր մտկով անգամ չեր անցնի, այսա ու ցույց է տալիս Աբովյանի վրա այդ մայթերի մի նոր սենց բան, մեր մտկով չեր անցնի, ուր մնաց օպերայի մոտ, տես բան Երևանի հետ տենց վարել, մեր մտկով Ես կարծում եմ, որ այնքան մեծ չի, որ մոռացած լինի, որ մենք կանգնել ենք Աբովյան փողոցի վրա Սայաթնովայի մոտ եւ խոսել ենք դրա մասին։ Բա մեր մտքով կանցներ սենց բան։ Ես ուզում եմ հիմա ափսոս հնարավոր չէ, այն ժամանակ մարդ կարողանալ ասել, բա քո մտքով կանցնի, որ մի օր այս երկրի նախագահ Ալիևին կասի շնորհակալություն, այնքան բանից հետո ինչ տեղի ա ունեցել։ Ու գիտես ամենավաղին երբ հələ գերիներ կան, Ադրբեջանում։ Գերիներ կան Ադրբեջանում։ Արցախցիները հնարավորություն Երբ ադրբեջանցիներ կան Հայաստանի հողի մեջ, երբ կան Հայաստանի սուվերեն, լավ, այնքան է ինչքան է, որ ինքը չգիտի, որ սահման կա, բայց սահման կա, չէ, այդ սահմանից ներս ադրբեջանցի զինվորներ կան։ Ինչի համար ես դու շնորհակալություն ասում, կներեք։ Լավ ումից ես ասում։ Քոնից ասում, հա։ Չէ։ Իմոնից չի ասում։ Հիմա մի հատ էլ նոր ֆլեշ մոբ սկսենք։ Վահագն Խաչատուրյանը մեր անունից հանդես չի գալիս։ Իր անունից ասում է։ Ինքը կարող ասի ես իմ անունից չէ։ Երևի վաղը իրան հարցնենք ասի ես իմ որտեվ այդ մարդուն որ մենք ճանաչում ենք չեմ ասում ինձ փայլուն ընդդիմադիր էր բան չէ ես խուսափում էր բան սովորաբար բան չէր անում ինչպես ինչքան հիմա է երևում որպես նախագահ էլի մոտավորապես էլի տես գորշ մարդ է եղել էլի բայց համենայնպես այդ բանի որ իրեն հարցնում էի տեսնում եք այսքան սրճարան եւ ուրիշ բան եմ ուզում ասել ինչ
դարդեր ունեինք մենք այդ ժամանակ որպես ակտիվ լրագրող, ասենք Ազատություն ռադիոկայանի լրագրող։ Զբաղված էի սրճարաններով, այո։ ու շատ դժգոհ կյանքից էլի, որ այսպես բան կրնի, սա կյանք չի, օպերայի մոտ սրճարան է կառուցվել։ Ինչի՞ է օպերայի մոտ սրճարան կառուցվել։ Ու այսօր դա էլ է զավեշ, չէ՞ որ այսօր նայում ես, ասում ես, ասես բան կլինի ադրբեջանցի զինվորը քո երկրի տարածք եկել նստել է մեջը ու երկրի նախագահը ասում է Շնորհակալություն պիտի ասեմ պարոն Ալիևին, տեսնում եք, որ այս ամենը փաստորեն աթոռը պահելու համար չէր խաղ։ Ու ես մտածում եմ, ասում ես, Աստված իմ։ Երանի խոսեինք սրճարանների մասին, եւ սա տեղի չունեցած երբեք իրականություն չլներ մեր երկրում։ Եվ էլ ինչեր կտեսնենք հենց մինչև ընտրությունները Զառաջանը։ Դու կարծում ես իրանք տենց սխալ կանեն, հա? Ես ենթադրում եմ, որ սա վերջին բանն է։ Պրո-թուրքական, պրո-ադրբեջանական իրանց այդ նկարտումները չեն դրսևորել, որ շատ մարդկանց չանհանգստացնեն։ Ես կարծում եմ, տեսնելով, որ ինչ որ շատ են ցած թափով սկսել, այսպես ասեմ, որ ասի կատաղած են սկսել ու երևի դա ինքն կարող Անդրեղից ընտրող ունեն։ Եվ դրա համար ինձ թվում է իրենք շատ բան կփոխեն։ Հիմա դու կտեսնես։ Նույնիսկ ես կարծում եմ այս վերջին երկու շաբաթ, որ այս կեղծ պատարակները նույնպես չեն վերանա, որովհետև խոսքից հետ կանգնել հիմա չի կարելի, բայց մի քիչ աննկատ կդարձնեն, հանրայինով չեն հեռարձակի։ Այո, դա ինչի նշան է։ Դոզանի չելա, էլի դրանց։ Որովհետև զգում են, որ սա օգուտ չտվեց։ Օրինակ, ես ինչքան էլ ամեն ինչի վրա որպես լրագրող զարմանում էի, իմ անձնական կարծիքը սկսեցի հայտնել հատկապես այս հակաեկեղեցական արշավից հետո։ Մինչ այդ ես լրագրող էի, ես հարցնում էի քո կարծիքը, նրա կարծիքը։ Իմ ասա կարմիր գիծը, ուզում ես ասել։ Օրինակ Ինպես շատ մարդկանց արդեն հունից հանեց, որովհետև սա անընդունելի է եւ կտեսնես, որ դա իրոք անընդունելի է, մարդիկ վաղը կասեն, որ իրենք այսպես հետ կկանգնեն այս քայլերից, ինչ որ արել են։ Հիմա դրա համար գնահատելով իրավիճակը նրանք կչացնեն եկեղեցու նկատմամբ հարձակումները, բայց եթե հանկարծ ընտրվեցին, շատ արագ են լուծելու այդ հարցը։ Եվ շատ արագ են լուծելու շատ տարբեր հարցեր, շատ արագ, որովհետև հասկանում ես կապ չունի հանրության ընդհանուր քանի հոգին գնաց ընտրության։ Երևանի քաղաքապետը իրանք լեգիտիմ են լինելու, էլի բերանա լիքը ասելու ժողովրդի կողմից ընտրված։ Կապ չունի ժողովուրդը հատկապես ինչ ծրագրի համար է տվել։ Արդեն իրանք ինչ ուզում են անում են, արդեն ժողովուրդը մեզ տվել օրենք փոփոխվող աշխարհում ծրագիրը աշխարհը փոփոխվում է, մենք փոփոխվում ենք, ժողովուրդը շատ գիտի ինչ պետք է հանձնարարել։ Եվ ամենակարևոր բանը, որ պաշտոնյան պետք է կատարի միայն այնպիսի գործողություններ, որոնք օրենքով իրեն թույլատրված են։ Ի տարբերություն քաղաքացու, որ կարող է անել ամեն ինչ օրենքով արգելված չէ։ Հիմա իրենց պահում են քաղաքացու նման։ Օրենքով արգելված չի, ուրեմն ինչ ուզեմ կասեմ, ասեմ, այս խանութը փակեք, այնտեղ խանութ բացեք, որ օրենքով արգելված դու չունես օրենքով այդ իրավասությունը։ Այսինքն իրենց չեն պահում պետական պաշտոնյայի պես, որը առաջնորդվում է օրենսդրությամբ, օրենքից դուրս որևէ բան, արդեն օրենքի խախտում է։ Հիմա ասում եմ, փոփոխություններ կլինեն, բայց ինձ արդեն առանձնապես չի հետաքրքրում, թե ինչ փոփոխություններ կանեն։ Զուտ ես սպորտային հետաքրքրությամբ, տեսնենք էլ ինչ ասեցին, տեսնենք սա ծիծաղելի էր, թե արդյոք պետք է որ սրա համար ցավայինք, ոչ թե ծիծաղ։ Ընդհանրապես իմանալու համար ինչ են ասում, կարելի է նայել։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ գործողություններ է անելու համենայն դեպս ընդդիմությունը։ Ինձ համար կարևոր է դա եւ դրա համար ես էլ ասեմ, որ հիմա, գիտես, բլոգների շարք եմ սկսում, գնալու եմ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ։ Գովազդում ենք Շաքեի հաղորդումները կարող եք հրապարակում այս ալիքում մեզ բաժանորդագրվեք, որ նաև Շաքեի հաղորդումների մասին ինֆորմացիա ստանաք, կարող եք նայել։ Արդեն մի հատ ունենք բանում այնտեղ վերևի հատվածում։ Այո, առաջինը գնացել եմ Մարուկյանի Լուսավոր Հայաստան, որովհետև նա ակտիվ էր եւ ես կարծում եմ հիմա վերջը հետմոնինները առելու են մեր ձևով իցանք։ Պետրոս Ղազարյանի գլխավոր հարցն էր անցել շաբաթ։ Գիտես, ես մի բան ասեմ, ինձ համար բացարձակապես կարևոր չէ ով որտեղ կներառվի, ինչպես Մարուկյանն ասաց, ինքը պատրաստ է նույնիսկ չներառվել։ Կարևորն այն է, որ նրանք կարողանան միավորվել եւ հանդես գալ որպես մեկ ճակատ։ Այլապես դժվար է լինելու, այո, Էդմոնը ճիշտ է ասում, ասած մսաղաց է լինելու եւ լինելու այն ինչ եղել է նախորդ ընտրություններում, պետք է կարողանան միավորվել։ Հիմա նույնիսկ չեմ էլ ուզում ասեմ, մեր ձևով կլինի, մյուսը կլինի, որը կլինի, ասում եմ, այդ եկեղեցու օրվա բոլորով մի
կողմում կանգնած Աջ վիճակը։ կողմն գնա։ Այո, բոլորով աջ կողմում պետք է կանգնեն եւ դա լինելու է, դա է հաղթանակի։ Ընդհանրապես ընտրատեղամաս մարդկանց հասցնելը լինելու է հաղթանակի գրավական։ Ուրեմն կարևոր չի ով է։ Լինելու է գործող իշխանություն եւ ոչ գործող իշխանություն։ Եվ կարևոր է որ մարդը հասնի ընտրատեղամաս, վերցնի այդ քվեաթերթիկը եւ կտեսնենք թե որ տոկոսը կգնա դեպի գործող իշխանություն։ Դա էլ գիտեք ինչ, իշխանություն այդպիսի բան է։ Պետք է իմանալ, որ մի 20%-ը նույնիսկ ամենավատ իշխանության։ Մի 20%-ը ունի, չէ՞ որ իրենք Բայց նաև մենք նաև ուրիշ բան ունենք, պատմական նախադեպ ունենք, այո, որ մեր երկրում երկու իրար հետևից ժամկետից ավել ոչ մեկ չի մնացել։ Փորձեր անողներ եղել են, այո, բայց բոլորը ձախողվել մենք են։ նույնիսկ ունեինք այդպիսի արտահայտություն այ հին լրագրերով, որ այս ժողովրդի հիշողության կամ համբերության ցիկլը 10 տարին է, այո։ Բայց նկատի ունեցեք ինչպիսի 10 տարի էր սա։ Այդ 10 տարի մի մաս այն սոցիալական խոսքով մանտրաժի տարիները հաշվի առեք, որ դրանք այսպես ոչ եղել են, ոչ չեն եղել, մղձավանջեր են։ Նկատի ունեցեք, որ այս իշխանությունը մաքուր 2 այս ժամկետ չի, այսինքն 8 տարին է, ոչ թե 10, 10 չի լրացել, հասկանում ես։ Ոչինչ։ Շատ բաներ։ սխալներն Ուզում են եմ ասել, նախկինների սխալները այնպիսի բաներ է տեղի ունեցել Հայաստանում ու աշխարհում, որ կարող է այդ 10 տարվա ցիկլը, չեմ ասում դա վերացել է։ Մի քիչ կարող է փոխվել է։ Ենթադրելի էր, որ դա կարող էր sense շատ կրճատվել այդքան աղետների պատճառով։ Եթե չկրճատվեց, ուրեմն համենայն դեպս գոնե 10 տարին պետք էր հաշվի առնել։ Բայց ընտրությունն է 8 տարի անց այս իշխանությունների կառավարման 8 տարիները ամփոփվում են այս ընտրություններով եւ ընդդիմությունից է կախված արդյոք այն համընդհանուր ընդդիմադիր 60% հանրությունը կհասնի ընտրատեղամաս թե ոչ որովհետեւ հաղթանակը այսօր կախված չի նրանցից ովքեր գալու են իրենք գիտեն երևի հատով գիտեն ով է գալու ընտրատեղամաս որովհետեւ արդեն այդքան շատ չի հեշտ է հաշվել բայց ովքեր չեն գալու նրանք են որոշելու ով ընտրվի ու ես չգիտեմ ինչպես են այս 5 ամիսը օգտագործելու հենց միայն դա համոզելու համար գիտես նույնիսկ ինձ թվում է նույնիսկ չպետք է համոզեն եկեք ինձ ընտրեք հա պրոստը եկեք ընտրեք ու որ գան դու ինչ ես կարծում այս ամեն ինչ որ մենք ասում ենք մարդիկ չեն հասկանում ինչպես կարող են այն մարդը ով որ ասում է ես զզված եմ հոգնած եմ չեմ ուզում այդ մարդը միանշանակ հասկանում է իհարկե հասկանում է Ուղղակի գիտես արդեն չի ուզում մասնակցի ասում եմ մի անգամ արեցի գնացի հեղափոխություն արեցի ինչ ստացվեց հա հետ մի հատ արի ամփոփիչ թեմա էլ բանան եմ առաջարկեմ քննարկենք շաբաթվա զավեշտը որ սենց բան մինորնի նոտայի վրա չավարտենք էլի երեք մենք ինֆորմացիա ստացանք հիշում ես Արշակ Սրբազանի ձերբակալեցին 8 տարի առաջ ինչ որ բանի բողոքի ակցիայի ժամանակ ինչ որ երիտասարդի ռյուկզակը բան մարիխուանա գցելու մեղադրանքով ընդ որ ինքը չէր գցել այդպես մարիխուանա չէ դա իր պլանն է պլանը մարիխուանան ես չգիտեմ պրոստը YouTube-ը որ մեկն է բլոկ անում դրա համար փորձեցի երկու բան տած մի քիչ մեղմաստ հիմա ոչ մի իստուբա YouTube-ը մարիխուանան կիմանա պլանը չէ մի բան ծխախոտի մասին է խոսքը ընդ որում ոչ ցուցմուն կա ոչ բան կա ինչ որ երիտասարդ որի պայուսակից գտել են այդ բանը ծխախոտը ասել է ես կարծում եմ որ Արշակ Սրբազանն է կազմակերպել որ գցեն իմ ռյուկզակ էլի ուսին ես էլ լինեի իր տեղ դենց կասեի էլի կամ իր ավազով ամնում կամ պետք է ինչ որ մի բան ասի հիմա եկել է հասել է այդ օրհասական պահը որ այդ քրեական գործը կա Արշակ Սրբազանը արդեն վաղուց հացը բանում է մեկուսարանում է ասա որ 7 տարի առաջ է այդ ծխախոտը գցվեց տեղը ի սկզբանե 2018 թվականի ինչ որ ակցիաների ժամանակ ա եղել այդ գործը հարուցրել են հետո կասեցրել են հետո հիշել են ամոթա մի հատ ծխախոտ հետո հիշել է հետո չեն հիշել հետո Նիկոլ Փաշինյան հիշացրել է ասլան դե գործ ունեիք բերեք Հիմա այս մարդը նստած է։ Ոչ, ասել է գնացեք ձևը գտեք, գնացել են ձևը գտել են, եկել են ասել են։ Հիմա այս մարդը նստած է, գնացել են դե միջադեպ Էջմիածնում է տեղի ունեցել այդ ծխախոտը այնտեղ են արգրավել, որպես ինչա իրեղենապացույց են արձանագրել եւ այլն։ Գնացել են բացել են այդ safe կոչեցածը, որտեղ իրեղենապացույցներն են դրած։ Տեսեք, չկա։
ու դու պային պատկերացնում ես պատի տակ այդ ծխախոտը օգտագործող մի Չէ, ոնց ուզում անի 8 Եվրոպայի- տարի, դու հասկանում ես, քնչական բաժին, էջ միացնի, ենթադրում եմ աշխարհի ամենաուրախ տեղը չի։ Հաստատ Դրա համար ինչ-որ մի մարդիկ ուրախ են ձմեռվա դարձնում։ ուշ երեկո, որտեղ տխուր են եղել, տղեկը հանել են, ոբշի, օգտագործել են, հիմա Հիշում ես, չկա չէ՞, եղել բանանների հետ եկած Հա, բանը բայց հիշում դե ես։ նա չէի կարա մի իրիկունում օգտագործեի, սա հանգիստ բայց կարա։ այնտեղ էլ մի հատ ծխախոտի կանակ չի պակասել։ Լավ, դա առանձին խոսակցության թեման է, իհարկե զավեշտը չի պակասում մեր կյանքում, բացարձակապես։ Ես հիշում եմ, որ փաստաբանն ասել էր Արշակ Սրբազանին, որ իր մեղադրանքը ասեցինք, բարձր ծիծաղում էր։ Հիմա ես ուզում եմ պատկերացնել, որ հիմա եկել ասել են իր եղենապացու չկա, ինչքան բարձր է ծիծաղել։ Եվ գիտես, պետքա ծիծաղել, բա ինչ անես, հիմա որ չկա այդ մարիխուանան կորել է, նստենք լացենք, ինչ ասես կորցրել ենք այս աշխարհում, պետքա ծիծաղենք, որովհետև սա ոչ պրոֆեսիոնալիզմի համակարգերը, գիտես, ծաղրի ենթարկելու գործողություններ են, հարգանք չի մնում Իմ ընդհանրապես։ տպավորությունն է, որ ինքը ուզում է իր աչափ բոլորին փչացնի։ Որ ասենք, ինչի մենակ ես ընկալվեմ որպես խեղկատակ, որպես, չգիտեմ, Ալիևին սպասարկող, դրսի ուժերի թելադրանքով ապրող, թող դատավորն էլ այդպեսին լինի, Այո։ թող քննիչն էլ այդպեսին լինի, Եթե թող դա ոչ դատախազն էլ միայն այդպեսին այսպես լինի։ իրպես մյուսներին դարձնելու համար է, դա նաև հենց գործողություն, ասենք ասում, այսօր գնում ենք պատարակ, գալիս ես դու, ուղղակի Ու պատկերացնենք։ հսկայական Դու քանակի կաղոթես, դու ոստիկաններ, կչոքես, այո։ մեկը կասի, ոյ, ես չեմ, չգիտեմ, մեկը կհամարցակվի, ասի, ես չեմ Չեմ չոքի։ կարա- Լավ, դու ուրեմն շնորհակալություն ասա Ալիևին։ Դու, այսինքն դերեր են բաժանում։ Պետք է աշխատեն։ Վագն Խաչատրյանը հավատացյալ չի։ Դե չէ ով անդեղ հավատացյալ։ Չէ, թե ասենք Հավատացյալը մարդիկ կանի ովքեր այդ գոնե բանը։ կնքված են, ինչ որ իմաստով եկեղեցու Սիրելիս, հետևորդ այս է։ գործողություններով նրանք առ ոչինչ են անում, մեր բոլորի կնքվածը։ Հասկանում ես դու։ Մեր երեխեքի կնքվածը, մեր պսակադրությունը, մեր աղոթքները, իրանք ասում են, այդ սաղ դուք գնացել եք ինչ որ Աշխատանքային օրենսգրքով է կարգավորվում է Դու սա։ հասկանում ես, ինչի մասին է խոսքը։ Սա գործը անում են, լսի, պետքա լինեն այդ ընտրացուցակում, անհրաժեշտ է կատարել այս գործողությունները եւ ամեն մեկը ուզում ավելի լավ անի։ Ամեն մեկն ուզում աչքի ընկնի, որովհետեւ տեղերը սահմանափակ են, իսկ ծառայողները, ծառայամիտները շատ են եւ հենց դա է ստեղծում այս զավեստալի վիճակը։ Ինչ հավատացյալ։ Ով հավատացյալը դա կանի։ Հավատացյալը գնում է եկեղեցի, որպեսզի աղոթի։ Նա չի գնում եկեղեցի, որպեսզի էսա պահը կգա, ես չեմ աղոթի։ Դա, գիտես, դա էլ զավեշտ չի։ Ու ես մտածում եմ, ասում եմ, ինչի են մեր ապրած կյանքը ուզում փչացնեն։ Չէ՞ որ ես այդ եկեղեցում աղոթել եմ։ Չէ՞ որ ես մոտեցել եմ կաթողիկոսին եւ ասենք օրհնություն եմ խնդրել։ Ինչու են ուզում իրենք փչացնեն մեր ամեն ինչ որ մենք համարել ենք լավ, ճիշտ, այսինքն սա աններելի բաներ են արվում։ Ինքնիցակ շատ հուսահատ քայլեր են։ Ինձ թվում է նրանց պետք է ասել, որ գիտեք, նորմալ հանգիստ կյանք կա ընտրություններից հետո։ Դուք ստիպված չեք ամեն գնով սա անել, հասկանում ես, չի կարելի ամեն գնով սա։ Իրեղենապացույց գլանակներով է չի այդ կյանքը ապահով։ Այո, իրեղենապացույց գլանակը սկի չեք կարողացել պահեք, մենք ձեզ ասում ենք գնացեք սահմաններ պահեք։ Տխուր են եղել, ծխել են, դու շակետ չան, ասենք այդ գործը հարուցելուց դու չէիր տխրի։ Չէ, ասենք ինձ թվում է ծխել են նոր են հարուցել։ Կարող է տես Հարուցելուց հետո են ծխել։ Դե հիմա նայի մենք ինչ աստիճանի եւ ինչքան, այսպես ասած, ճշմարտանման իրավիճակներ են քննարկում։ Կաշմար։ Եվ հասկանում ես ինչ է ստացվում։ Դրա համար հանցավորությունը կաճի, իհարկե։ Երբ որ սրբազանն է պիղծ, կոռումպացված, չգիտեմ, գող, անբարոյական, հոտի մարդիկ կարող են օրինակ պահել արժեքները։ Չէ՞ որ չէ, օրինակ, լսի։ Դա տենց էս կինոյին պետք է հավատացող լինի, Չէ։ Ինչ որ մեկ անգամ Գիտես, մտածում եմ, որ եթե Արշակ Սրբազանը Եթե նույնիսկ բանը պլանը տվել է, ասել է տարեք գցեք այդ երիտասարդի ռյուկզակը։ Իսկ այդ մեջտեղի գցողը կարևոր չի, հենց Արշակն է։ Չէ, Արշակն է։ Ընդ որում այդ ում ռյուկզակից որ գտել եմ, նա է ասել։ Ես կարծում եմ, այո։ Չէ, ես չեմ ասում այս Սրբազանը պիղծ է։ Ես ասում եմ, եթե դու ուզում ես ընդունել, եթե դու ինձ ասում ես, Գյումրիում մեկին ասում եմ Միքայել Սրբազան, ասում եմ Սրբազան չի նա։ Ասում ճանաչում ես, ասում եմ չեմ ճանաչում։ Այսինքն գիտես դու ինչ ես անում, այդ արժեքները, որ ստեղծվել են, վերացնում ես, ու այդ մարդկանց համար արդեն վատ բան անելը խնդիր չի։ Եթե Միքայել Սրբազանի նման մարդը ում ձեռքը համբուրում են, լավը չի։ Ես ինչի պետքա լավը լինեմ։ Այդ դարձնում են այդ նկատի ունեմ գիտես որ մարդկանց, որոնք չունեն կրթությամբ ձևավորված
արժեքներ, Արժեհամակարգ չունեն։ արժեքներ։ Համաձայն եմ քո հետ։ Եվ նայենք, Զարջան, հետաքրքիր է, եթե չձանձրանաս, եթե սենց շատ չզզվես, հետաքրքիր է այս ամեն ինչին հետևելը։ Ասենք ընկել են կրկեսի մեջ, չգիտենք այս տոմսը ոնց հանձնեն, կրկեսիդ ոնց դուրս գանք։ Սա հետարակ վիճակ է։ Շնորհակալ եմ, որ այսօր ավոյի տեղը զբաղեցրեցիր։ Չգիտեմ հնարավոր ավոյի տեղ զբաղեցնել։ Չգիտեմ քեզ ինչքանով էր հարմար է տաթորը։ Ոչինչ։ Հա, Հարմար ինձ թվում է մենք շատ ուրախ ու բան ակտիվ զրույց ունեցանք, պիտի խնդրեմ։ Բոլոր թեմաները չհասցրեցինք։ Ասենք այս երկրում հնարավոր է, ես քեզ ասեմ, անհնար բան։ Ավերջ կնստենք այս տաղավարում, բայց պիտի խնդրեմ մեր հետևորդներին ներքևի հատվածում բաժանորդագրվեք եւ պիտի խնդրեմ Շաքեին մեկնաբանություններ գրեք, ողջունեք, օրինակ, որ ինքը որ այսօր ռիսկ արել գա ավետիսի տեղը նստի։ Ավետիսի տեղը դժվար է, բայց ովքեր որ չեն գրելու այսպես հայհոյախառը մեկնաբանություն, գոնե գրեն հարց։ Ինչ հարց ունեն ընդդիմությանը։ Ես գնալու եմ, լինելու եմ սովորական այսպես ինքս նկարող, ինքս մոնտաժող, չի էլ մոնտաժվում այդ հաղորդումները, չի մոնտաժվում։ Ուղղակի ասած մտնում եմ ու առաջի պահից միացրած եմ հեռախոսը մինչև հեռանամ։ Հարց ունեք, գրեք, ձեր հարցը տանեմ, տամ, պատասխանը բերեմ։ Խելացի, համաձայն եմ։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, հաջողություն։ Այդ բանաձևի դուք համաձայն եք ազգակործության բացի։ Ոչ միթիզական Ռեմբոն դառավ աշխարհակահաղական գիքով։ Այդ մարդը կապիտուլյանտ է, ինքը ձեռքները բարձրացրել, հանձնվել է։ Ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։